որ այն տարիներին լայն ընթերցողին այնքան էլ հայտնի չէր, բայց իշխանություններին հայտնի էր իր անհնազանդությամբ, ուզում էր գրել Ճապոնիայի մասին, բայց գրողին այդ ժամանակ չթողեցին Ճապոնիա եւ Անդրեյ Բիտովը եկավ Հայաստան ու գրեց գիրք Հայաստանի դասերը։ Ահա սիրելի բարեկամներ, այս ճգնաղ հատորի մասին է խոսքը, որ ես ձեզ ներկայացնում եմ սքանչելի մի գիրք Հայաստանի մասին։ Ինչն էր առիթը։ Բիտովը նշում է, որ ինքը իր ողջ կյանքում եղել է անհարմար մարդ։ Ճապոնիա չթողեցին, ես էլ մեկնեցի Հայաստան։ Եվ այսպես, Բիտովը իր գրքով հայտնի դարձրեց Հայաստանը։ Ու քանի որ այդ գիրքը լայն ճանաչում ստացավ, կարելի ասել, որ Հայաստանն էլ հայտնի դարձրեց իրեն Բիտովին։ Բայց որտեղից այս ընտրությունը Հայաստան։ Ամեն ինչ սկսվեց Մոսկվայի հրաշալի հաստատությունից, որը կոչվում էր բարձրագույն սցենարական կուրսեր, որտեղ, ինչպես հիշում է Բիտովը, ուսանողներին ամսական 1000 սովետական ռուբլի էին տալիս, շատ մեծ գումար, ու առանձին սենյակ, որտեղ կարող էին դիտել արտասահմանյան կինոնկարներ։ Բիտովը հոռետեսորեն էր տրամադրված, կարծում էր, թե ընկնելու է գավառական խոր խավարի մեջ, մի քիչ դառնացած էր, չնայած մտածում էր, որ իրեն ոչ էլ կընդունեն, քանի որ ինքը ազատամիտ էր Լենինգրադից։ Այո, Բիտովը ծնվել է այդ քաղաքում 1937 թվականի մայիսի 27-ին, իսկ նրա գիրքը Հայաստանի դասերը ամենաչքնաղ գրքերից մեկն է, որը երբևէ գրվել է մեր հայրենիքի Հայաստանի մասին։ Փնտրեք այս գիրքը եւ կարդանք։ Սիրելի բարեկամներ, մայիսի 28-ը մեր հանրապետ